Մարուկյանի առաջարկով կարծում եմ, որ բոլորդ էլ վկա եք, որ շատ կարճ ժամանակահատվածում ըստ էության կոնսենսուս առաջացավ երկու դիմադիր խմբակցությունների մասնակցությամբ եւ ըստ էության 36 ծրագրություն պատրաստ է, որպեսզի հարցը մտնի օրակարգ։ Եվ Միքայել Սրբազանը այն անձնավորությունն է, որը անառարկելի հեղինակություն է եւ հոգեվոր աշխարհում եւ նաեւ այնուամենայնիվ չեք բանանում, հա, իշխանության այն ջրաղացին ջուր չի լցվում, որ ասում են, որ հոգևորականները քաղաքականացվում են այս կերպ։ Գիտեք ոնց, չէ, գիտեք ինչ կա, չի կարելի ամեն ինչը շատ կոպիտասած սև ու սպիտակի վերածել։ Ասենք ինչ է նշանակում հոգևորը։ Հոգևորականը քաղաքացի է։ Ակնհայտ անհանգստություն կա, որ մենք կանգնած ենք մարտահրավերների առաջ, մեր պետությունը կանգնած է մարտահրավերների առաջ, որի լուծումները կամ կառավարումը ահագին անհանգստություն է մեր մոտ առաջացնում, կապված, ասենք, վերջին իրադարձությունների հետ, Ալիևի եւ այլ արտահայտությունների պահով։ Հիմա, եթե հոգևորականը բոլորի կողմից ընդունված եւ հարգված գա եւ 6-7 ամսով զբաղեցնի վարչապետի պաշտոնը եւ բոլոր քաղաքական ուժերը իրենց ծրագրերով ներկայանան ժողովրդին եւ գնան 26 թվականի ընտրություններին, այստեղ դա նշանակում է, որ հոգևորականները կամ հոգևորականությունը զբաղվում է քաղաքականությամբ, ոչ, հոգևորականները մեր խնդրանքով, պատգամավորների խնդրանքով ընդհանրապես օգնում են այս ճգնաժամից դուրս գալու համար եւ դա բանը չի։ Հույս ունեք կամ ինչ-որ երաշխիք, որ այնուհանդերձ կհամաձայնի, քանի որ արդեն մերժել է առաջարկը։ Եվ այստեղ խնդիրը նաեւ ես վախենում եմ իմանալից խոսքեր ասեմ, որ վնասեմ այդ գործընթացին, որովհետեւ Միքայել Սրբազանը ասենք ես ինքս կներեք անհավատս խորը հարգանք եմ ունեցել այդ մարդու նկատմամբ, չճանաչելով իրեն, ես մի անգամ իրեն տեսել եմ, հանդիպել եմ 24 նյուզից դուրս գալուց, երբ որ ինքը ներս էր մտնում հարցազրույցի, ես հարցազրույցից դուրս էի գալիս, ես իրեն չեմ ճանաչել, բայց իր շատ հարցազրույցների, շատ բաների հետևել եմ եւ տեսնում եմ, որ այդ մարդը շատ ծանրակշիռ մարդ է եւ հարգանք է վայելում եւ շատ ներողություն։ Մենք ամեն մեկս, որ մենակ մեր գլխի տերը չենք, նույնպես եւ նաեւ Միքայել Սրբազանը իր գլխի տերը չի, որտեղ ինքը նիշա է զբաղեցրել, շատ կարեւոր նիշա է զբաղեցրել եւ հետեւաբար կներեք հազար անգամ ներողություն, ինքը պարտավոր է, իր դիրքորոշումը փոխի։ Հազար անգամ իհարկե խնդրանքով եմ դիմում բնականաբար, բայց ես կարծում եմ, որ ինքը այն անձնավորությունն է, որ հաշվի առնելով իր հեղինակությունը հասարակության մեջ հաշվի առնելով նորից եմ ասում, մեր պետության տարածած մարտահրավերները ինքը պարտավոր է։